Ես կայարանից եմ եկել ստեղ հատուկ։ Որովհետև իմ խիղճը չի կարող, ես չեմ կարողանում հանգստանալ։ Այն երեխեն, որ նստում այն ճոճարանը, որ պետք է ուրախանա, մնացել է 10 օր։ Ինչի է գողանում են երեխա ուրախությունը։ Հա, պարոն վարչապետ, ինչ ես գողանում։ Դու չես տենում սա։ Որտեղ բուտիկներում քաղաքապետ, չես տեսնում սա։ Բա կարելի է չարչանոցը բացել, այգին կտրել չարչանոց սարքել ստեղ։ Հերիք եղավ էլի։ Հետո ուզում են առողջ զինվոր է ուզում։ Այդ երեխան կարա առա, այս քարերի մեջ առողջ դառնալ։ Անեսքի տակ եք ապրելու, բնության անեսքի տակ։ Չի կարելի սենց, բնությունը կոտորել։ Երևանի բնակիչ եմ։ Ես հաճախ եմ ես սադում գալի թորնիկիս հետ հանգստանում։ Հիմա տեսեք, այս ծառերը տեսնում եք, նկարեք այդ ծառերը նկարեք։ Ձեզ կարող եմ գարանտիա տամ, այդ ծառերը 3 ամսից հետո չի լինելու, չորանալու են։ Բա մենք որտեղ ենք քայլելու։ Ես չէի տեսել, որ այստեղ կառուցում են, ուղղակի հետևելով մամուլին, ասի գնամ տեսնեմ ինչ կա։ Հիմա եկել եմ։ Ասելիքս այն է, որ համենայն թվս քաղաքապետը այն նախկին պայմանագրերի հետ որևէ կապ չունի մարդը։ Սա ֆիքսենք, չէ՞, հասկանանք թե ինչի մասին։ Բայց երեխեք ջան, ես մնում եմ այն գարձիկին, եթե ես այսպիսի բան ունենայի տաղավար։ Ես եւ ակնեին ասեին, որ Աբովյան փողոցից հանի, ես կհանեի թևիս ակտուրի կգնայի դու։ Կասեի հանուն Երևան քաղաքի, ես հրաժարվում եմ, չեմ ուզում տաղավար, եղբայր։ Այսինքն դուք առաջարկում եք սեփականատերերին։ Այո, իրենք հրաժարվեն։ Ինչ պարտադիր է որ իրենք տաղավար ունեն։ Իսկ եթե չեն հրաժարվում։ Դուք ունեք տաղավար, ներողություն։ Իսկ եթե չեն հրաժարվում։ Եթե չեն հրաժարվում, այդ դեպքում պիտի գործի արդեն ուժի օրենքը։ Պարոն Տեր-Գուլյանյան, այս կրպակները գիշերը ոստիկանական ուժերի միջամտությամբ են տեղադրվել, այս գործողությունը ինչպես կգնահատեք, եւ ցուցարարներն արդեն տուն էին գնացել ակտիվիստները։ Անկեղծ ասած վատ եմ գնահատում։ Կարծում եմ, որ հիմնովին պետք է այդ հարցը բարձրացվի, թե ինչպես կարելի է հանրային տարածքների տնօրինմանը մարդիկ, բնակիչներ այս երկրի չկարողանան մասնակցեն եւ ստիպված լինեն կանգնել այս սառույցի ու սառույցի մեջ։ Եթե որևէ իշխանություն հարգում է իր երկրի քաղաքացիներին, պետք է գոնե հնարավորություն տա, որ նրանց կարծիքներն արտահայտվի, քննարկվի ավելի հնարավորինս լայն լսարանի մեջ։ Այս ինչ ձև է ուղղակի։ Երբ գնում ենք տուն, այս երկրը չգիտես ինչ մութ դավեր պետք է նյութեն, այդ ենք սպասում։ Մեր դեմ։ Մի կառավարություն, որ իրանց ժողովրդի դեմ գիշերով դավեր ան նյութում։ Իրոք ընդունելի չի այդ տեղը։ Նախ այն առումով, որ կանաչ տարածք է։ Երկրորդը կողքը 2 հիվանդանոց է, որից մեկը ծննդատուն է։ Ուրեմն այդ տարածքները պարզապես պետք է ծառայեին այդ հիվանդանոցներին։ Խնդրեմ, տամ քեզ առաջարկությունները, որոնք նաև քաղաքապետերին եմ տվել, նախագահին եմ տվել, խնդրեմ։ Վաղուց չես կարդացի, սա քեզ համար նորություն է։ Չես ուզում մի նորման չպիտի ասես։ Իսկ ինչա փոխվում, եթե լսում եք ու նույն բանն եք անում, Լևոն։ Ես 100% համոզված եմ, որ ճարտարապետները թյուրիմացության մեջ են գցել այս մարդուն, որ ճարտարապետը հատակագծային առաջադրանք է ստորագրել։ Ես համոզված եմ Տարոն Մարկոյանին շփոթեցրել են։ Ես չգիտեմ ովքեր են այդ ճարտարապետական այդ հեղինակը, ով է այդ կրպակների տեղադրման, ով է դուք ասեք։ Որպես ճարտարապետ ես գիտեմ, որ այնտեղ քննարկված մի քանի անգամ նախագիծ կա այդ տարածքի վերաբերյալ, որը կոչվում է Հին Երևան։ Այդ ամբողջ տարածքը այդ տեղում է, որ այդ կրպակները դրվում են։ Այդ օրերը տաքանան Հին Երևան ծրագիրը պիտի սկսի իրականանալ։ Այսինքն դուք վստահ եք, որ դա ժամանակավոր է։ Այդ կրպակները այնտեղ չեն կարող մնալ ուղղակի։ Բայց բետոնի հիմք ունեն, չէ՞։ Դա ինչ հողի վրա դեն է։ Դա ժամանակավոր կրպակներ են։ Միջև երբ։ Ժամանակավոր ինչ 2 տարի կմնա, 1 տարի կմնա, հետո այգի կլինի։ Երկուս չեն կարծում։ Ավելի պակաս։ Որպես ճարտարապետ հայտ հարցը տակ, ինչու սովորական հասարակ կրպակատերերին Փափազյան փողոցին նրանց կրպակները հայտնվեցին Արվարձաններում, բայց ոմանցը հայտնվեց կենտրոնում այդ հատվածում։ Ինչու ճարտարապետները չեն մոտենում միանում բնապահպաններին եւ առողջ շրջակա միջավայր պահանջում։ Ճարտարապետները չեն կարող միայն բետոնի մասին մտածել։ Դա ճարտարապետների գործն է։ Չէ, Դուք պարտավոր եք հատուկ կետք կա։ սոցիալական ծառայողների, սա ստեղծագործություն չի։
Դուք միայն կարող եք տարբեր բաներ։ Բայց ճարտարապետահատակագծային առաջադրանքներում հատուկ կանաչապատման հատված կա, որովհետեւ դա պահանջ է, որ յուրաքանչյուր կառուցապատող պետք է պարտավոր է մինչև գոնե 40% ապահովի կանաչապատման աշխատանքները։ Որ մեկին եք տես հանրություն տալի, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը բացվում գիծ ադրված։ Որ անտեղ բոլորը ասում եք այգի, դա այգի չի։ Կեղտի մեջ կորած մի տարածք է, ինչի միջև է չեք նկատում։ Չեք նկատում։ Ուղղակի կեղտի մեջ կորած տարածք է։ Կանաչ տարածք կա։ Ո՞վ տեսել եք դուք այդ։ Լավ, հիմա են նկատել, վատ է, պարոն Գիթան։ Ես նորից կրկնում եմ, որպես ժամանակավոր միջոց է արվում է, Աբովյան փողոցը փրկելու համար, եղբայր, ես ինչ բան եմ։ Չեք ուզում տեսնել ձեր աչքերով կարծիք։ Ես եղելությունը գիտեմ այնտեղ ինչ վիճակ էր եւ գիտեմ ինչա լինելու։ Ինչի գամ տեսնել։ Քաշքաշ խմբերով մենք երթանք առաջ, շուն թուրքերում տան արժանի հարված, սուր երագույնը թողվիշ փողփողա, տնուս ու շատակ և հողում արձակ,